մեր թշնամիներն են ստիպել, որ մենք պետականություն ունենանք։ Օրինակ քրեական ենթամշակույթի արմատը շիա իսլամից է գալիս։ Ազգը կերտվում է պետականության միջոցով, այսինքն պետականությունն է կերտում ազգին։ Եվ ուղղից օգտվել է քաջությունը։ Ցածր կենսապայմաններում բարձր առաքինության որակներ ունենալ ոչ բոլորին է հաջողվում։ Մենք պետքա հայկական ասելով հասկանանք այն, ինչ որ ծնվում է մեզնից։ Այսօր մի տեսակ տպավորություն է, որ կրոնները ճգնաժամի մեջ են։ Ես կարող եմ ասել, այդ միավորումը կապված է բանականության արտնասման հետ։ Ասում են երիտասարդները մեր ապագան են, բայց հիմնավորելով, որ ներկան երբեք չեն եղնելու երիտասարդները։ Այսինքն անգամ փոքրի մեջ բացահայտիր կատարելություն ու հղկվիր այնքան, ինչև որ լինես քո գործում լավագույնը։ Լավ ապրել կարող ես ցանկացած տեղ, ցանկացած այլ երկրում, այլ քաղաքակրթության մեջ։ Ողջունում եմ ձեզ Լուսար Փոդքասթի հարթակում։ Այսօր կշարունակենք զրուցել քաղաքակրթությունների մասին, նաև կանդրադառնանք անհատի դերի մասին քաղաքակրթությունների տեսանկյունից, զարգացման տեսանկյունից։ Եվ այսօրվա մեր հյուրն է Տարոն Սիմոնյանը, իրավաբան, գիտնական, Արբանե հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Տարոնի հետ կանդրադառնանք այս թեմաներին եւ սկսելուց առաջ կուզեի հարցնել Արբանե գրքի մասին, քանի որ Արբանե գիրքը սկսեցի կարդալ։ Մի փոքր պատմեք այդ գրքի մասին ու գիրքը հենց այս թեմային է նաև նվիրված։ Մի քիչ պատմեք գրքի մասին, ոնց է ստեղծվել եւ անցնենք հարցերի։ Շատ շնորհակալություն հրավերի համար, նաև շնորհակալ եմ, որ անդրադառնում եք քաղաքակրթական թեմաներին, ինչի որովհետև իմ կարծիքով եւ այսօրվա հայկական հանրության հիմնական խնդիրների աստղաբույլը եւ շատ այլ հանրույթների խնդիրներ հենց արմատ ունեն քաղաքակրթական, այսպես վայրիվերումների մեջ, որտեղից էլ բխում են մեր մնացած բոլոր խնդիրները։ Դրա համար մենք պետք է ճիշտ ախտորոշենք մեր խնդիրները եւ ճիշտ անդրադարձ կատարենք քաղաքակրթական հասունացման process-ներին։ Հենց նման խնդիրների կարևորությունն էր եւ այդ խնդիրների պատասխաններ չգտնելու, այսպես ասած, իրավիճակներ, որ ինձ ստիպեց զբաղվել այս հարցերով։ Իհարկե միշտ հետաքրքրվել եմ այս հարցերով եւ բացի պետաիրավական հետազոտությունները, որ կատարում էի, նաեւ ինչ որ առումով զբաղվում էի նման հարցերի քննարկմամբ, բայց գրքի գրելու հենց մոտիվացիան, դրդապատճառը պայմանավորված էր նրանով, որ կային մի շարք հարցեր, որոնց պատասխանները ինքս չէի կարողանում գտնել եւ դրա համար կարիք կար որոշակի հետազոտական աշխատանքներ, ոչ միայն այլ գրականություններ կարդալու, այլ նաեւ ինքդ քո մեջ մտահայեցում կատարելու եւ ինչ որ առումով նաեւ այդ մտքիդ խորքում թաքուցյալ ինֆորմացիաները բացահայտելու, դրանց բառերի միջոցով արտահայտելու եւ այդ կերպ փորձելու խնդիրը լուծել։ Այդպես ներքին դրդապատճառով պայմանավորված է սկսեցի գրել գիրքը, բայց գիրքը սկսել եմ գրել մի հատ հետաքրքիր վայրում, որը Հայաստանի լեռնաշխարհից հեռու էր, գտնվում էր Տիբեթյան լեռնաշխարհում, որտեղ մեկնել էի մի քիչ ավելի ազատ ժամանակ անցկացնելու, ինձ հետ լինելու, բավականին բարձր մի լեռան վրա, մոտ 3600 մետր բարձրություն ունեցող լեռ էր, որի մի փոքր ներքևում գտնվում էր գյուղ, այնտեղ վարձել էի այդպես տնակ, այնտեղ մնում էի եւ կարծես մի 15 օր մնացի եւ հենց այդ մենակեցությունը, նաեւ այնտեղի մարդկանց հետ շփումը, նոր մշակույթը, նոր քաղաքակրթությունը կարողացավ մեջս արտնասնել արդեն մտքերս բառերի միջոցով արտահայտելու եւ թղթին հանձնելու ցանկություն ու կարելի ասել մոտ մի 10-15 էջ սկզբունքային աշխատանք ստացվեց դեռ այն ժամանակ, որը պետք է հետագայում դառնար 450 էջ։ Այսինքն այդ արմատները գծվեց այնտեղ, հետո եկա Հայաստան ու շարունակեցի։ Շատ լավ։ Այդ Տիբեթի կողմից, այսինքն Չինաստանի կողմից էր, թե Նեփալի։ Հնդկաստանի կողմից էր, այո, Կաշմիրի հատվածներ։ Հենց Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանն էր, սահմանային գյուղ էր։ Չինաստանում այնտեղ խնդիր կա, երկար ժամանակ չես կարող մնալ։ Կարճ ժամանակահատված են դրա ընդրում սահմանափակ։ Այո։
Շատ լավ, միջև Արբանեի եւ քաղաքակրթական հարցերին անդրադառնալը մի քիչ կուզեի քաղաքական գործունեության ձեր մասին խոսենք, այ դուք ակտիվ զբաղվել եք ինչ-որ շրջան քաղաքական գործունեությամբ, եղել եք 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, կուզեի ասեք ինչու այդ պահին ակտիվացաք քաղաքական դաշտում, հետո ինչու պասիվացաք, ու ինչպես կգնահատեք 7-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները ընդհանրապես ու ձեր աշխատանքը այդ շրջանակներում։ Էդ էլ երևի երկար պատմություն ունի, միշտ հանրային ակտիվություն ցուցաբերել եմ, ոչ միայն հասուն տարիքում, այլ նաև աշակերտական տարիքում, ասենք դպրոցում աշակերտական խորհրդի ղեկավար, համալսարանում իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, այդ հասարակական ակտիվությունը միշտ եղել եմ նաև ստեղծել էինք ուսանողական տարիներին Լորվա երիտասարդների միասնություն կազմակերպությունը, որը զբաղվում էր Լոռու մարզից դուրս գտնվող լոռեցիների համախմբամբ, նրանց իրավունքների պաշտպանությամբ եւ այլն, եւ որոշակի հանրային ակտիվություն նաև կար մասնագիտական գիծ հանրային, այսպես ակտիվության դաշտում, Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրենն եմ աշխատել, եղել եմ տարաբնույթ մասնագիտական կազմակերպությունների հիմնադիր, ղեկավար եւ այլն, եւ կարելի ասել, որ տրամաբանական շարունակությունն էր, որ այդ ամբողջ ռեսուրսը կարելի էր օգտագործել նաև քաղաքական նպատակներով, ու իմ ընկերները, հատկապես լոռեցի ընկերներս միշտ ինձ ինչ-որ առումով նախատում էին, որ կուտակել ես ահռելի մեծ քանակությամբ ռեսուրս եւ չես ցանկանում դա օգտագործել երկրի, այսպես ասած, համար հենց քաղաքական մակարդակում, որտեղ բոլոր մասնագիտական այսպես հանրույթներում էլի երկրի համար է ծառայություն կատարում, բայց երբ որ ավելի ուղղորդված ես անում, դա քաղաքական դաշտն է, որտեղ արդյունքը ավելի հեշտ ես կարողանում տեսնել շոշափես։ Դրա համար ընկերներս հիմնականում պնդում էին, որ պետք է այդ ռեսուրսը մտցնել քաղաքական դաշտ եւ այնտեղ կարողանալ խնդիր լուծել, ու մյուս ընկերներս էլ, որ արդեն քաղաքականության մեջ էին, համոզեցին, որ մասնակցեմ հերթական ընտրություններին, համոզում էին դեռ 17 թվականին, որ մասնակցեմ, չմասնակցեցի, որովհետև այն այսպես քաղաքական միավորը, որը մասնակցում էր ընտրություններին եւ այնտեղ ինձ առաջարկում էին, այդքան էլ իմ սրտով չէր, առանձին անձանց մասնակցության պատճառով այդ քաղաքական միավորի հայտնի անձանց, ովքեր այսօր նաև իշխանության ներկայացուցիչներ են, բայց 18 թվականին ընկերներս համոզեցին, բայց մի պայմանով մասնակցեցի, որ այդպես կուսակցական գործընթացներում չներգրավվեմ, լինեմ առանձին անհատ եւ մասնակցեմ որպես անձ։ Դե 18 թվականին կար հնարավորություն ռեյտինգային ընտրակարգով մասնակցության, ես էլ միշտ կողմնակից եմ եղել, որ մարդու պետք է ընտրես կամ առնվազն պետք է հնարավորություն լինի մարդ ընտրել եւ ոչ միայն քաղաքական կազմակերպություն, եւ սկզբունքս այն էր, որ պետք է անձամբ մասնակցեմ այդ ռեյտինգային ընտրակարգով, եթե ընտրվեմ որպես ռեյտինգային տեխնացու, կներգրավվեմ ազգային ժողովի աշխատանքներին, եթե չընտրվեմ, ցուցակով չեմ ներգրավվի, ընկերներս համաձայնվեցին եւ ինչ որ առումով արդյունավետ աշխատանքի արդյունքում 18 թվականին Լոռու մարզից ընտրվեցի նաև պատգամավոր ու փորձեցի աշխատանքներս այդ մակարդակում կազմակերպել։ Թե ինչպես կգնահատեմ աշխատանքները պարլամենտի 7-րդ գումարման, հակասական, որովհետև եթե 19 թվականին արդյունավետ էր այդ աշխատանքները, համագործակցություն կար ընդդիմության հետ, եւ ընդդիմության բերված նախագծերը եւս քննարկման առարկա դառնում էին, հաջող նաեւ ընդունվում, ապա 20 թվականին որևէ, մինչև պատերազմը 20 թվականի որևէ համագործակցություն չկար եւ հնարավոր չէր անգամ այսպես արժեքավոր նախագիծը անցկացնել ազգային ժողովում, զուտ այն պատճառով, որ դու ընդդիմության ներկայացուցիչ ես։ Դե պատերազմից հետո էլ աշխատանքները ազգային ժողովում ընդհանրապես անարդյունավետ էին եւ ես շատ քիչ էի այցելում պարլամենտ, որովհետև քննարկման առարկաները ընդհանրապես իրականությունից կտրված էին, դրա համար նպատակահարմար չէի գտնվում այդ առարկաները քննարկել, հակառակը
փորձում է ինչ-որ առումով այլ գործողություններ անել, որը որ օգուտ կբերի կամ իմ ստատուսը, իմ կարգավիճակը օգուտ կբերի հանրությանը։ Պատերազմի ընթացքում այդ փորձում եմ փուլերի բաժանեմ, էլի։ Պատերազմի ընթացքում ազգային ժողովի ներսում աշխատանքը էլի փորձում էինք համատեղ, իհարկե, որտեղ ճշտամին ընդհանուր է եւ պետք է խնդիրը միասնության միջոցով լուծել, փորձում էինք որոշակի ջանքեր թափել, ամենքս մեր տեղում մեր գործն էինք անում, թե պարլամենտական դիվանագիտության շրջանակներում, թե օրենսդրական աշխատանքներում, բայց այդտեղ էլ արդյունավետության պակասը տեսնելով ստիպված անգամ ես մարտադաշտ եմ գնացել, որ չէր կարողանում պարլամենտում ինչ-որ մի բան անես, ասում եի գոնեմ գնամ տեղում դիրքերում մի օգուտ տամ, հա։ Դրա համար հակասական է։ 19 թվականին արդյունավետությունը բարձր էր, 20 թվականի առաջի կեսին մինչև պատերազմը ցածր էր, պատերազմի ընթացքում կարելի է չխոսալ, պատերազմից հետո էլ կարելի ասել չէր աշխատում ազգային ժողովը։ Պարզան։ Լավ, վերադառնանք քաղաքակրթական թեմային։ Ձեր գրքում Ալբանիայում այսպիսի արտահայտություն կա քաղաքակրթական հասունացում։ Ինչ է քաղաքակրթական հասունացումը, ոնց ենք ձևակերպում եւ այսօր կա նման հասունություն, ոչ միայն մեզի նկատի ունեմ, այլ ընդհանուր աշխարհում։ Տեսեք, ես վերցրել եմ այդ մոտեցումը, որ բոլոր հանրույթները, եթե նրանք որոշում են, որ պետք է լինեն ազգ, քաղաքականապես կազմակերպված էթնոս կամ մարդկանց խումբ, ովքեր ուզում են, որ ազգ լինել, այս կամ այն սկզբունքի շուրջ միավորվելով, այդ մարդկանց խումբը ժամանակի ընթացքում անցնում են որոշակի էվոլյուցիոն գործընթացների միջոցով։ Այդ էվոլյուցիոն գործընթացները կարող ենք դիտարկել որպես ինչ-որ օրինաչափորեն զարգացող գործընթացներ, կարող ենք չդիտարկել, դիտարկման ակտից է կախված։ Եթե փորձում ենք դիտարկել, ապա նկատում ենք այո որոշակի օրինաչափություններ, որոնք պայմանականորեն կարող ենք ասել հասունացման օրինաչափություններ են, այսինքն եթե մի խումբ մարդ, նաև ժառանգական տեսանկյունից հազարամյակներով ապրում են միևնույն տարածությունում, կիսում են միևնույն մշակույթը, միևնույն լեզուն, միևնույն հավատալիքները եւ այլն, միևնույն ավանդույթները, նրանց այդ հունձվող մշակույթի ներսում ձևավորվում է նաև քաղաքակրթական հասունացման ինչ-որ գործընթաց, եւ եթե ավելի մանրամասն փորձում ենք այսպես խոշորացույցով դիտարկել այդ գործընթացը, ապա տեսնում ենք, որ այո, այդ օրինաչափությունները ունեն տրամաբանություն։ Գալիս են մի կետից, որտեղ դեռևս ձևավորվում է այդ հանրույթի մարմնական մասը, շարունակվում է այն դեպի հոգևոր մաս, իդեմս պետականություն եւ այլ մշակութային առանձնահատկություններ եւ գնում է դեպի ոգեղենություն, որոնց ենթափուլերում ոգեղենության ենթափուլերում մենք տեսնում ենք, որ ազգային մշակույթը կամ ազգային քաղաքակրթությունը ձեռք է բերում համամարտկային որակներ եւ դառնում է արդեն ընդօրինակելի այլ ազգերի կողմից եւ ուղենշային նշանակություն է ստանում։ Եթե այս տրամաբանությունը տարածենք օրինակ մեր նման ազգերի վրա, ովքեր բավականին երկար ժամանակ այս մոլորակի վրա ինքնագիտակցությամբ ապրել են, այսինքն ապրել են որպես մարդկանց խումբ, ովքեր որոշակի երկար ժամանակահատվածում իրենց գիտակցել են որպես մեկ միասնական հանրույթ, ապա տեսնում ենք, որ հայկական միջավայրում եւս այս օրինաչափությունները նկատելի են եւ շատ դեպքերում ցցուն ձևով են նկատելի։ Եվ այդ տրամաբանությունից ելնելով է, որ ես փորձել եմ այս քաղաքակրթական հասունացման ընթացքը պայմանականորեն համարել որպես կոնցեպտ հայեցակարգ, որը կարելի է կիրառել նաև հայ ազգի հասունացումը, այսպես ջրի երես բերելու, դիտարկելի դարձնելու, ճանաչելի դարձնելու համար։ Իսկ դա զուտ մշակութային կոնտեքստում, ասես նեղ ասած, թե լայն մշակութային։ Լայն մշակութային, բայց դա պիտի վերաճի դառնա պետական միավոր, չէ՞, որ համարվի քաղաքակրթություն, թե պարտադիր չի, որ պետություն լինի քաղաքակրթություն համարվելու համար։ Տեսեք, մի քիչ դժվար է մեկ միասնական բնորոշում տալ քաղաքակրթություններին։ Իմ դիտարկմամբ, իմ համոզմամբ դա ընթացք է, որտեղ պետականությունը ունի առանցքային դեր եւ առանց պետականության ստեղծման, գոյության, զարգացման հնարավոր չէ այդ հասունացման հետագա ընթացքը։
բայց չի նշանակում, որ պետականության բացակայությունը առանձին ազգերի մոտ կարող է հիմնական խոչընդոտ դառնալ ընդհանրապես քաղաքակրթությունից հեռու մշակույթ ձևավորելու համար, որտեղ ազգային միավորներ կան, որոնք նաև իրենց քաղաքակրթությունը հունցել զարգացրել են առանց պետականության կամ կարճաժամկետ պետականության։ Օրինակ դժվար չէ նկատել, որ հուդայական կրոնը, որ դարձել է հրեական քաղաքակրթության կամ հրեական մշակույթի առանցքը, զարգացել է առանց պետականության։ Եվ հիմնական զարգացման փուլերը ունեցել է պետականության բացակայությունների ժամանակահատվածում։ Դրա համար կարելի է նկատել, որ այո, պետականությունը անհրաժեշտ է փուլային նաև իմաստով, բայց դրանց բացակայությունը առանձին ազգային միավորներին չի զրկում ընդհանրապես քաղաքակրթական կամ դրա նման որոշակի այսպես երևույթներ ստեղծելու ձևավորելու համար։ Դե հին քաղաքակրթությունների հին ազգերի մասով երևի հա, բայց նոր ազգերը հիմնականում sense տեսություն կա, չէ, որ ազգը կերտվում է պետականության միջոցով, այսինքն պետականությունն է կերտում ազգին։ Դե այո, որովհետև ազգ հասկացությունը հատկապես նոր ժամանակաշրջանի հանրապետությունների մասին է խոսքը, միապետությունները հա արդեն ուրիշ մոդել է։ Որովհետև տեսեք, ազգ մի քիչ հայերենում նույն տրամաբանությունը չունի ազգը, ինչ որ ունի օրինակ անգլերենում կամ լատիներենում, հա, որովհետև օրինակ անգլերենում nation ասելով նկատի ունեն հենց պետություն։ Երբ որ կամ խոսում ենք միավորված ազգերի կազմակերպության մասին, մենք խոսում ենք պետությունների մասին, ոչ թե էթնոսների մասին կամ մեր տրամաբանությամբ ազգերի մասին։ Դրա համար հայերեն լեզուն այստեղ պետք է հասկանանք ինչ իմաստով ենք օգտագործում ազգ բառը։ Այո, դուք շատ իրավացիորեն ճիշտ եք նշում, որ 18-րդ դարի վերջից սկսած, հատկապես ֆրանսիական հեղափոխությունից սկսած, մենք ազգ ասելով ի նկատի ունենք հանրապետական, պետական միավորի ներսում ձևավորված մարդկանց խումբ, ովքեր կարող են լինել տարբեր էթնոսների ներկայացուցիչներ, տարբեր լեզուներով խոսող մարդիկ, տարբեր կրոնական ուղղության ներկայացուցիչներ, բայց նրանք միավորվեն ազգաղափարի շուրջ, որը պետությունն է։ Այո, հայկական մտածողության մեջ կարծում եմ դեռ այս տրամաբանությունը լիարժեք չի գործում։ Ոչ թե լավ է կամ վատ է, այլ պարզապես չի գործում, որովհետև մենք մեծապես ազգ ասելով ի նկատի ունենք էթնոսը, կամ մեր մեծամասնությունը նկատի ունի էթնոսը, շատ դեպքերում նաև հայ ազգ ասելով ի նկատի ունեն առաքելական եկեղեցու հետևորդներին, օրինակ Թուրքիայի Հանրապետությունում մեր այնտեղի առաքելական եկեղեցին չի ճանաչում հայ այն մարդկանց, ովքեր մուսուլման են, չնայած որ ծագումով հայ են։ Չէ՞, այսինքն դու պետք է եկեղեցու կողմից մկրտված լինես, որպեսզի համարվես հայ։ Դեք տեսեք, հետաքրքիր առանձնահատկություն կա։ Միգուցե ինչ որ միջավայրում դա արդարացված է, օրինակ կոնկրետ Թուրքիայի դեպքում, բայց ասենք Հայաստանի Հանրապետությունում երևի թե արդարացված չի նման մոտեցում։ Ինչու՞, որովհետև մենք Հայաստանի Հանրապետություն ենք, որը պետություն է։ Եվ պետությունում այո կարող են միավորվել տարբեր էթնոսներ, տարբեր լեզուներով խոսող մարդիկ, ովքեր համարվեն հայ, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ազգ ասելով սա է նկատի ունենք։ Շատ դեպքերում միգուցե ժողովուրդ բառն է ավելի մոտ այն մտածողության, ինչ որ ունեն արևմտյան շատ երկրներ ազգ բառ ասելով, հա, բայց կարծում եմ մեզ մոտ դեռևս այս լեզվամտածողությունը պայմանավորում է մեր քաղաքական մտածողությունը եւ թույլ չի տալի նույն տրամաբանությամբ կամ նույն հարթությամբ դիտել ազգ հասկացությունը, ժողովուրդ հասկացությունը եւ կամ էթնոս հասկացությունը։ Կուզեի հիմա մի փոքր sense էքսկուրս անենք հին քաղաքակրթություններից գանք դեպի նոր քաղաքակրթություններ, sense մեծ մասամբ ասենք հնդկական, արևելյան հնդկական, չինական, չգիտեմ, պարսկական, հետո արևմտյան հունահռոմեական, այսօր արդեն եվրոպա-ամերիկյան կոչված արևմտյանը ու գանք կամած դեպի հայկականը։ Այս sense մի փոքր որ ընդհանուր քաղաքակրթություն ասվածը պատկերացնենք ու մասնավոր մեր դեպքում։ Դե եթե հնագույն աշխարհից ենք գալիս, երևի միջագետքյան քաղաքակրթությունից պետք է սկսենք, որտեղ հետաքրքիր է, որ այնտեղ էթնոսով պայմանավորված չի եղել քաղաքակրթությունը, այսինքն մեզ հայտնի աղբյուրներից, երբ որ տեղեկանում ենք առաջին այսպես էթնոս միավորի մասին, շումերներն են եղել, որոնք ստեղծել են բավականին լուրջ քաղաքակրթական հենքեր միջագետքյան քաղաքակրթության հետագա զարգացման համար եւ նրանց ժառանգորդները, աքքադացիները արդեն եկել են ստեղծել են նոր
միջավայր, բայց ժառանգել են եւ շարունակել են շումերական ավանդույթները։ Բայց էթնիկ առումով ուրիշ են։ Գրիվ ուրիշ են, աքադացիները սեմական ծագում ունեն, շումերական էթնոսի ներկայացուցիչները դեռևս գիտությունը բանավիճում է, թե որ ուղղության ներկայացուցիչ կամ որ էթնիկական ծագման ներկայացուցիչներ են եղել, իրենք իրենց անվանել են սև գլուխ մարդիկ, մազերը սև է եղել, այդպես են տարբերակել իրենց եւ մյուսներին։ Հետո աքադացիներից հետո եկել են քաղդեացիները, հետո մյուս էլի էթնոսական ծագումներ, գրեթե նույն էթնոսի ծագում ունեցողներ, բայց ուրիշ ճյուղի ներկայացուցիչները, այդ թվում նաև մեզ հայտնի Ասորեստանի բնակիչները, ովքեր եւս խոսել են աքադերեն լեզվով եւ ընդհանրվում են նաև այդ էթնոսի շարավիղն են եղել, որտեղ սեմական ազգ են եղել, բայց նրանք բոլորը միևնույն քաղաքակրթական գիծն են տարել, դրա համար նույն շումերական աստվածներին հանդիպում ենք աքադացիների մոտ, բաբելացիների մոտ, ասորաստանցիների մոտ եւ այլն, եւ այս տրամաբանությամբ այս քաղաքակրթական միավորը համարվում է, այսպես ասած, բոլոր մյուս քաղաքակրթությունների համար սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող։ Նույնը Եգիպտոսի մասին։ Այս տարածաշրջանի, Չինաստան, Հնդկաստան չէ։ Չինաստան, Հնդկաստան չէ, բայց այս տարածաշրջանի համար այո, եգիպտականն էլ իր ուրույն քաղաքակրթական միավորն է զարգացրել, ստորին եւ վերին եգիպտոսների միավորումից սկսած մենք արդեն տեսնում ենք, որ խոսքը գնում է մեգմիասնական մշակույթի, հետագայում մեգմիասնական քաղաքակրթության մասին, եւ այս երկուսն էլ ի դեպ հետագայում նաև միախառնված խեթական քաղաքակրթության կամ խեթական մշակույթի հետ հիմք են հանդիսացել հունական մշակույթի եւ քաղաքակրթության, որովհետեւ հույնները, հելենները շատ մեծ ծավալով ընդօրինակել են թե եգիպտական, թե միջագետքյան եւ թե խեթական մշակութային առանձնահատկությունն ու խեթականից միայն Ապոլոնուս Աստծո ներկայությունը եւ դրա տեղափոխումը հունական միջավայր կամ մյուս աստվածությունների տեղափոխումը, օրինակ Դիոնիսոսի Աստծո տեղափոխումը, որը էլի հույները ասում են, որ արևելքից է եկել, անատոլական ծագում ունի, շատ դեպքում ասում են հնդկականից, էլի դրա ցուցիչն է։ Եգիպտական պրակտիկ գիտությունը կամ միջագետքյան պրակտիկ գիտությունը, որ ներթափանցել է հունական միջավայր, վառ ապացույց է, որ այս քաղաքակրթությունները մեկը մյուսին սնուցել են ընթացքում։ Նույն Պյութագորասյան դպրոցը, եթե հիշենք, Կրոտոն քաղաքում ստեղծված, մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում Պյութագորասը ուսանել է Եգիպտոսում 20 տարի, հետո ուսանել է միջագետքում, իհարկե ստիպված է ուսանել, որտեղ պարսկական նվաճումից հետո պարսիկները երբ որ նվաճեցին Եգիպտոս, ստիպված եղել է գաղթել Բաբելոն, այնտեղ է բնակվել, այնտեղ է ուսանել զրադաշտական մոգերի մոտ, հետո նոր վերադարձել է Կրոտոն եւ Կրոտոնում ստեղծած իր դպրոցում այս քաղաքակրթությունից բավական մեծ ազդեցություն ունենալով դասավանդել է իր գաղափարները, որոնք իրենց հիմքում շատ հետաքրքիր ունեն նաև բրահմանական գաղափարներ, հնդկական ծագում ունեցող գաղափարներ, որը իհարկե հետագայում ընդօրինակվեցին նաև Պլատոնի կողմից։ Այսինքն տեսեք, այս գիծը ինչքան երկար է։ Այսինքն ամեն դեպքում հին քաղաքակրթությունները, ոնց որ եւ հիմա առնչություններ, կապեր ունեցել են։ Միանշանակ։ Իսկ եթե խոսենք արևելյան, ավելի խորը քաղաքակրթությունների մասին հնդկական կամ չինական, այստեղ էլ կարող ենք տեսնել այն ինչ որ ներսում է եղել, ուրույն է եղել, միայն հատուկ է եղել այդ քաղաքակրթությանը, եւ կարող ենք տեսնել ազդեցությունը այլ քաղաքակրթությունների վրա։ Օրինակ, եթե կարդում ենք բրահմանական գրքերը, Ուպանիշադները կամ Վեդաները եւ փորձում ենք հասկանալ, թե ինչի մասին է այստեղ խոսքը գնում, կարող ենք նկատել եւ քաղաքական տար, եւ խիստ հոգեվոր տար, եւ ընդհանուր քաղաքակրթական տարեր, եւ որոնք կապում են մնացած բոլոր քաղաքակրթություններին։ Բհագավատ գիտա, կարծես հենց կրիշնական փիլիսոփայության կամ բրահմանական փիլիսոփայության սկզբնաղբյուրը համարվում այս գրքում, մենք տեսնում ենք հիմնավորումը, թե ինչու հասարակությունը պետք է շերտավորված լինի եւ ինչու պետք է կաստայական համակարգը քաղաքական կառուցվածքի հիմքը լինի։ Եվ այս կառուցվածքը, այս վեդայով ձևավորված հնդկական քաղաքակրթությունը առանձին բացառություններով մինչև այսօր գոյություն ունի։ Եվ սա նաեւ պարսկական միջավայրում է։
այս կաստայական բաժանումը զրադաշտականության մեջ ենք մենք տեսնում։ Ու մի հետաքրքիր հարց կա իմ մոտ, որը sense վերջնական պատասխան չի ստացվում։ Ունես տպավորությունը, որ արևելյան քաղաքակրթությունների մոտ ավելի առաջնային տեղ ունի հոգևոր աշխարհը, նյութականը մի քիչ հետ է մղում, իսկ արևմուտքում հակառակը, նյութականն ավելի գերիշխող, հոգևորը երկրորդ պլան է մղում։ Սա այդպես է, թե չէ եւ ինչու է այդպես։ Նկատելի է բնականաբար, որովհետեւ արևելքում մտածողությունը ավելի շատ մետաֆիզիկական է, բայց ժամանակակից իմաստով եմ ասում։ Որտեւ հնագույն ժամանակաշրջանում եւ արևելքում եւ արևմուտքում մետաֆիզիկական է եղել միջև հունական փիլիսոփայության ի հայտ գալը, ասենք 5-րդ դարում, հա, դասական փիլիսոփայության, կամ միջև սոփեստների որպես փիլիսոփայական ուղղություն ի հայտ գալը եւ մարդուն առաջնային ճակատում դնելը։ Դրանից հետո է տարբերությունը ակնհայտ երևում, դրանից առաջ չի երևում։ Արևելքում մտածողությունը մետաֆիզիկական է, արևմուտքում դիալեկտիկական։ Մետաֆիզիկական մտածողության համար կարևորությունը սկզբնական աղբյուրն է եւ վերջնական հանգրվանը։ Այսինքն արևելքի մարդուն հետաքրքիր է թե որտեղից է ինքը ծագում կամ որտեղից է ուժի սկզբնաղբյուրը, Աստված, եւ հետաքրքիր է թե ինչ է լինելու վերջում։ Օրինակ հայերի բառապաշարում այդպիսի բան կա, չէ, ում տեսնում ասում վերջը ինչ է լինելու։ Այսինքն հետաքրքրությունը ընթացքի մեջ չէ, վերջի մեջ, այսինքն բոլորը սպասում են այդ վերջավոր ինչ-որ մի երևույթի, որից այն կողմ գալու է երանության աշխարհը։ Դրախտ են գնալու կամ չգիտեմ, նիրվանայի մեջ են հայտնվելու կամ բացարձակ երջանկությամբ են ապրելու կամ խաղաղության դարաշրջան են սկսելու, ինչպես քաղաքական որոշ գործիչներ ասում են։ Սա մետաֆիզիկական մտածողություն է, որը հատուկ է այո կրոնական համայնքներում կամ կրոնական մշակութային ուղղվածություն ունեցող հասարակություններում, եւ սա նկատելի է հատկապես հնագույն ժամանակաշրջանում։ Ես բերեցի բրահմանական օրինակը, որ կաստայական հիմնավորումներ առաջ բերում հասարակության բաժանման եւ ինչպես էր հիմնավորում, ասում էր դու պետք է անպայման քո կյանքով ցույց տաս ինչ կյանք ես վարում, արժանավոր ես քո կաստային թե չէ, այսինքն քո ծառայությունը քո կաստայի շրջանակում ճիշտ ես կատարում, մահանաս, սամսարայի հաջորդ փուլում հետ գաս, տեսնենք, եթե լավ ես կատարել քո պարտականությունը, բարձրանաս դու երևի կաստային եւ այդպես բարձրանալով դուրս գաս սամսարայից, հավերժական շրջափուլից։ Հետո Բուդդան, երբ որ եկավ եւ առաջարկեց բուդդիզմը որպես տարբերակ բրահմանականության դեմ, ինքը առաջարկում էր դա անել մեկ կյանքի ընթացքում, այսինքն ոչ թե սпасել մահվան, մահից հետո վերադառնալ նոր, այսպես կերպարանքով նոր կաստայում, եթե ստրուկ ես դառնաս շուդրա, եթե շուդրա ես դառնաս վայշի առևտրական, եթե վայշի ես հետո դառնաս քշատրին զինվոր, եթե քշատրին ես հետո դառնաս բրահման, այսինքն լուսավորյալ կամ ավելի ճիշտ Աստծո շուրթերը, որ կարողանաս Աստծո խոսքը երկիր բերես, Բուդդան առաջարկում էր դա անել մեկ կյանքի ընթացքում, այսինքն լուսավորվել մտավոր մտահայեցման միջոցով եւ չսпасել մահվան։ Բայց սա միայն այս մտածողությունը միայն հատուկ չէր հնդկական միջավայրին։ Նույնը հատուկ էր նաև չինական միջավայրին։ Դեռ չինական միջավայրում, եթե ասենք այնտեղ տարանջատենք մի քանի մտածողների, ովքեր որ հիմնավորել են չինական քաղաքակրթությունը եւ մեզ բերել հասցրել են այնպես, ինչպես որ կա, բոլորի մոտ էլ տեսնում ենք, այո, ձեր նշած այդ կրոնական մտածողությունը կամ հոգևոր մտածողությունը։ Օրինակ դաոսականության հիմնադիր Լաո Ցզին ինչ էր ասում, որ անհրաժեշտ է հետևել Դաոին, դա մի երևույթ է, բնությունն է, հոսանքն է բնական, որը անուն չունի, եւ դու պետք է ձուլվես այդ երևույթին, ամբողջությամբ հոգևոր դառնաս, որ կարողանաս ներդաշնակությունը գտնել բնության։ Կոնֆուցիոսը այլ բաներ ասում, ծիսակարգերին հետևելներ ասում, սովորույթներին հետևելներ ասում։ Մոցզին եկավ մի քիչ պրագմատիկ մտածողություն բերեց, ընդգծելով, որ հոգևորականությունից զատ խիստ պրագմատիկն է պետք։ Օրինակ Մոցզին տարբերվում է դաոսականության եւ կոնֆուցիականության գաղափարներից, եւ շատ մոտ է ժամանակակից օկտապաշտության տեսության ներկայացուցիչների առաջ քաշած գաղափարներից 19-րդ դարի անգլիացի մտածող մի քանի ուղղության ներկայացուցիչներից, Բենթամից եւ մյուսներից,
մյուսներին նման է, նույն գաղափարներն առաջ քաշում եւ համընդհանուր մարդասիրության գաղափարով էլ է նման ժամանակակից մտածողներին։ Իսկ նախկինում կրոնը բավականին մեծ դեր ուներ քաղաքակրթությունների զարգացման մեջ, ընդհանրապես մտածողության ձևավորման։ Այսօր մի տեսակ տպավորություն է, որ կրոնները ճգնաժամի մեջ են, եթե ոչ բոլոր կրոնները, ապա գոնե քրիստոնեությունը կարծես ճգնաժամի մեջ է։ Միգուցե սխալվում եմ, բայց նման տպավորություն ունեմ։ Ոնց կգնահատեք սա ու ընդհանուր կրոնների մասով, ոչ միայն քրիստոնեության մասով։ Դե գիտեք, քրիստոնեությունը առանձին ճյուղեր քրիստոնեության միշտ ասվել է, որ գտնվում են ճգնաժամի մեջ, սկսած վերածնության ժամանակաշրջանից, որովհետև նույն վերածնունդը ձևավորվեց ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու դավանաբանական ուղղության եւ վերածնունդից հետո առաջ եկավ նաեւ բողոքականությունը, ռեֆորմացիան գերմանական միջավայրում, որ նորից ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, բայց ստեղծեց նոր կրոնական ուղղություն, որը բողոքականությունն էր։ Դրանից հետո լուսավորչականությունը եւս հարվածեց կաթոլիկ եկեղեցու գաղափարախոսությանը, բայց ելի չոչնչացրեց, այսինքն եթե մենք խոսում ենք արևմտյան կրոնի մասին, հա, կաթոլիկ եկեղեցու հայացքով քրիստոնեության մասին, սրանք բոլորն էլ եկել են այն միջավայրում ու պնդել են, որ այո, կրոնը ճգնաժամի մեջ է, առաջարկել են սեփական լուծումները, բայց չեն կարողացել ոչնչացնել քրիստոնեական հավատ ուսմունքը որպես այդպեսին, պարզապես նորոգել են։ Ամենը իր ձևով նոր գաղափարներ է առաջ քաշել։ Եվ օրինակ Վոլտերը մի հետաքրքիր խոսք ունի, չէ՞, լուսավորչականության ֆրանսիացի ներկայացուցիչ, որ ասում է, եթե անգամ Աստված գոյություն չունենար, մենք պետք է նրան ստեղծեինք։ Ինչի, որովհետև ըստ նրա հասարակության կազմակերպման համար կրոնը եւ աստվածավախությունը անհրաժեշտ պայման է։ Բայց հիմա կներեք, բայց հիմա ոնց որ կարծես այդքան էլ անհրաժեշտ չի համարվում, կամ այլ պահանջներ են առաջ գալիս, այսինքն այլ նոր մարտահրավերներ կրոնների համար, կամ պիտի նոր ինչ-որ բան ձևավորվի, որը կարա նոր կրոն լինի կամ նոր գաղափար լինի, բայց ոչ կրոն։ Ես գալիս եմ դրան, հա։ Կրոնների վերանորոգման, ոնց որ նշեցիք, ինչ որ գործընթաց սկսի։ Գիտեք, օրինակ էսին բոլոր մարտահրավերները, որ նշեցի, որ միջնադարից հետո նոր ժամանակաշրջանում եկել է, ի հակադրություն այս ամեն ինչի, նույն կաթոլիկ եկեղեցին ստեղծեց իեզուիտների կամ ճիզվիտների միաբանությունը, որը մեծ թափ ստացավ եւ կարողացավ ոչ միայն փրկել կաթոլիկ եկեղեցու հիմքերը եւ ինստիտուտը, այլ նաեւ ընդարձակել նրա իշխանությունը ամբողջ աշխարհով, մտք այդ թվում նաեւ Հարավային Ամերիկայում, մինչեւ Հեռավոր Ասիա։ Այսինքն այս հակադրությունը նաեւ ծնում է մի նոր ուժ, որը հիմնավորում է նախկին ինստիտուտները, բայց վերափոխում է այն, որովհետեւ այն հիմքերը, որ կային նախկինում, քարացած չօգտագործվող ինստիտուտները կամ խոչընդոտող ինստիտուտները փոխվում են, դառնում են ավելի օգտագործելի, բայց ժամանակակից հասարակությունում այլ մարտահրավեր կա։ Իհարկե դուք ճիշտ եք, որ նյութապաշտության, սպառողական այն միջավայրը, որ այսօր քարոզվում է ամբողջ աշխարհում եւ դա սկսել է 20-րդ դարի, կարելի ասել 20-ական թվականներից եւ որը նաեւ պայմանավորված էր արդյունաբերական հեղափոխության, հերթական արդյունաբերական հեղափոխություններով, շատ մեծ մարտահրավեր է այդ թվում հոգեվոր մտածողության համար, չեմ խոսում միայն կրոնի, այլ բոլոր տեսակի հոգեվոր մտածողությունների համար եւ մարդուն դարձնում է, այսպես ասած, ինչ որ մեքենայի շարժվող պտուտակ, սպառող օրգանիզմ, որի ամբողջ երջանկությունը պայմանավորված է ավելի շատ սպառմամբ, այլ ոչ թե ինչ որ արժեք ստեղծելով։ Եվ այս հոգեվոր մտածողության ոչնչացումը թիրախ է դառնում նաեւ այն տնտեսական միջավայրի, որը սնուցում է այդ սպառողական հասարակությանը։ Սա այն ժամանակակից մարտահրավերն է, որ մենք առերեսվել ենք։ Եվ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը արդեն այս արհեստական բանականություն, քվանտային համակարգիչներ, նաև այսպես հարստացված լինելով 3-րդ հեղափոխությամբ, թվային հեղափոխությամբ, համակարգիչների հեղափոխությամբ, ել ավելի է խորացնելու սպառողական մարդու, այսպես ասած, ճգնաժամը մտածողության մեջ, եւ սա ծնելու է մի կարևոր խնդիր։
բևեռացումը տեխնոլոգիական աշխարհի եւ էթիկական աշխարհի այնքան է խորանալու, որ կամ սա հանգեցնելու է մեծ աղետի, որովհետեւ էթիկապես ոչ գրագետ մարդիկ, եթե ստանում են տեխնոլոգիական մեծ իշխանություն, նրանք սովորաբար դա իջարս են օգտագործում։ Եվ քաղաքակրթությունների պատմության մեջ ու գիտության մեջ հիմնականում ասում են, որ սա տանում է դեպի կործանում, որովհետև տեխնոլոգիաները օգտագործվում են կործանման համար, այլ ոչ թե առերման համար։ Սրան զուգահեռ մենք պետք է կարողանանք էթիկական հիմքը զարգացնել, որպեսզի դա իհարկե չի կարող հասնել տեխնոլոգիական այսքան արագ ընթացող գնացքի հետևից, բայց ինքը կարող է այդ անդունդը կրճատել։ Էթիկական միջավայրը կարող է ապահովել ոչ միայն գիտությունը, ոչ միայն իրավաբանությունը, ոչ միայն, չգիտեմ, բարոյագիտությունը, այլ նաև կրոնը։ Այդպիսի մենք միջավայր ունեցել ենք պատմության մեջ։ Եթե դուք ուշադիր նայեք մեր թվարկության 3-րդ, 4-րդ դարերի հռոմեական կայսրության պատմությունը, եւ թե ինչպես քրիստոնեական հավատքը կարողացավ հասնել իշխանության Հռոմում, ապա դուք կտեսնեք ինչ որ առումով գրեթե նոր անալոգիան ինչ որ հիմա ունենք մենք։ Այսինքն, երբ որ քաղաքական միջավայրը այնքան էր զարգացել, որ նա կտրվել էր անգամ այն նվազագույն բարոյական կանոններից, եւ ինչպես հռոմեացի շատ պատմիչներ ասում են, մարդիկ երջանկությունը տեսնում էին խնջույքների մեջ, այլ ոչ թե հանուն Հռոմի փառքի իրենց կյանքը կազմակերպելու, այս պարագայում մարդկային կյանքի կազմակերպման կարևոր կանոնը դառնում է ոչ թե ես այդ մասնագիտությունից եմ, բայց ասեմ ոչ թե իրավունքը կամ ձևական կարգավորիչները, այլ բարոյականությունը եւ հոգեվոր կարգավորիչները։ Սա նշանակում է, որ մեծ է պոտենցիալը, որ այս խիստ բևեռացման արդյունքում կամ ձևավորվի նոր կրոնական ուսմունք, որը կփորձի կապել այս երկու բևեռները, կամ արդեն իսկ գործող կրոնական ուսմունքների բարենորոգչության միջոցով կստեղծվի նոր մարտահրավերներին դիմակայող նոր հոգեբանական գործիք կրոնի տեսքով, որ կկարողանա մարդկանց կյանքը վերաիմաստավորել, կամ էլ կարող է հակադիր որևէ մեկ այլ կրոն կարողանա իր ծառայությունները առաջարկել եւ գրավել այն մարդկանց ուղեղները, ովքեր որ մեկ այլ կրոնի ներկայացուցիչներ են։ Սա մենք տեսնում ենք Եվրոպայում։ Այս երրորդ տարբերակը Եվրոպայում շատ մեծ թափով զարգանում է։ Ու որ կրոնն է դա Եվրոպայում։ Իսլամադավանների քանակը բավական մեծ քանակությամբ աճում է։ Որովհետև հեշտ կյանք է առաջարկվում այստեղ, չէ՞։ Իսլամը ունի այդպիսի բարոյաթիկական կանոնների խումբ, որը ավելի մատչելի է մարդկանց, քան օրինակ այսօրվա կյանքը, որը ստիպում է ավելի խորքային բարոյական, իրավական կամ չգիտեմ, այլ կանոններով առաջնորդվող գիտակցություն։ Հասկանալի է։ Այ մենք բարձունքի շրջանակներում այս գաղափարական բովանդակային քարտեզը, որ հռչակեցինք, նաև այդ ունենք մեր տեսլականում, մեր ապագայի ոնց որ անելիքների մեջ, թե ինչպիսին եւ ինչպես պիտի հասնել նման բարենորոգման, հոգեվոր աճի առաջընթացի, էթիկական նորմերի զարգացման եւ որը կհասնի ձեր ասած տեխնոլոգիական այս թռիչքային առաջընթացին ու կուզեի ձեր կարծիքը մի քիչ ավելի մասնավորեցնեք մեր հայաստանյան միջավայրում ինչ գործիքներ կարանք օգտագործենք սրա համար։ Այդ հայկական միջավայրը չնայած փոքր միջավայր է, բայց իր խորությամբ եւ բարդությամբ կարելի է ասել, որ պայքարում է ամենաբարդ հասարակական համակարգերի հետ, հասարակական միջավայրերի հետ, որովհետեւ մենք թե տարածական, թե ժամանակային մակարդակում այնպիսի խնդիրների բազմազանություն ունենք, որը տեսանելի չէ մեկ հայացքով, կամ տեսանելի չէ մեկ տեսությամբ, տեսանելի չէ մեկ պարադիգմայով կամ հարացույցով։ Դա իհարկե ունի ինչ որ առումով հիմնավորում, ինչու է այդպես, որովհետև մենք հատվող միջավայր լինելով հանդերձ կարողացել ենք կապել կամ ստիպված ենք եղել կապել տարբեր մշակույթներ, տարբեր քաղաքակրթություններ,
առաջարկել մերը, չհասկանալ թե որն է մերը, որոշ ժամանակահատվածում ընդօրինակել մյուսներին, դիտարկելով դա որպես սեփականը, եւ այս հսկայական խառնաշփոթում շատ դեպքերում մենք չենք կողմնորոշվում, թե որն է բուն հայկականը, կամ բուն հայկական ասելն էլ է մի քիչ հարաբերական, որովհետեւ մենք պետքա հայկական ասելով հասկանանք այն, ինչ որ ծնվում է մեզնից, ոչ թե այն, ինչ որ ընդօրինակվում է մեր կողմից։ Ընդօրինակվելու արդյունքում երբ որ ինչ-որ մի բան ծնվում է, դա լավ է, դա արդեն դառնում է հայկական, բայց երբ որ մի բան վերցնում ենք, ասում ենք սա մերն է կամ համարում ենք դա մերը, դա այս մաքուր ընթացքը խաթարում է։ Տեսեք, մենք միևնույն ժամանակահատվածում, թեկուզ այսօր եթե վերցնենք, կարող ենք տեսնել թե տոհմատիրական կարգ էր Հայաստանում, թե ստրկատիրական կարգ էր, թե ֆեոդալական կարգ էր, թե կապիտալիստական կարգ էր, թե սոցիալիստական կարգ էր։ Սովորաբար այդպես չի լինում հասարակությունը, բայց մեզ մոտ կա։ Մենք միևնույն միջավայրում, միևնույն ժամանակահատվածում կարող ենք տեսնել քրիստոնյաներ, ովքեր դավանում են քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցու, ամբողջությամբ գիտակցում են դրա առաքելությունը եւ ճշմարիտ են համարում այդ դավանանքը, ունեն քրիստոնյաներ, որոնք քրիստոնեությունը չեն համարում այդպես դավանաբանական արժեք, այլ ազգային արժեք են համարում եւ քրիստոնյան այնքանով որքանով որ հայ են համարում, ունեն քրիստոնյաներ, քրիստոնյան, որովհետեւ հարևանն է քրիստոնյա եւ ինքն էլ է ուզում չտարբերվի նրանից, ունենք մարդիկ, ովքեր որ օրինակ առաջնորդվում են ինչ որ ենթամշակութային հայեցակարգերով, որոնք ունեն շիա իսլամական ծագում, օրինակ քրեական ենթամշակույթի արմատը շիա իսլամից է գալիս, բայց դավանաբանական տեսանկյունից այդ մարդիկ իրենց շատ դեպքերում քրիստոնյա են համարում, չէ, եւ համարում են, որ այդ արժեքներն են պաշտպանում։ Ունենք լրիվ հոգեվոր միջավայրից դուրս գտնվող մարդիկ եւ այսպես շարունակ։ Այս բազմազանությունը ո՞նց կանոնակարգել, ո՞նց մարդկանց բերել ճիշտ հուն մեր տեսանկյունից, հա, ճիշտ հուն, սա հարցերի հարցն է, որ դժվար է կարողանալ մի հաղորդաշարի շրջանակներում տալ, բայց կարող ենք օգտվել Կանտի առաջարկած բանաձևից, ով որ ասում էր, որ կան խնդիրներ, նա մոլորություն էր ասում այդ խնդիրների իհարկե, որոնք հնարավոր չէ շտկել որևէ այլ եղանակով, քան անխնա գիտելիքի տրամադրմամբ կամ լուսավորությամբ, մարդու ուղեղը լուսավորելով, ստիպել մարդուն, որ նա օգտագործի իր բանականությունը, համոզել նրան, որ բանականությունը չարիք չէ եւ ուղեղից օգտվելը քաջություն է։ Այլ կերպ ասած, համարձակություն ունենալ օգտվել սեփական բանականությունից։ Բայց այդտեղ մի վտանգ չկա, որ եթե մարդը բարոյական որոշակի նորմերին չի համապատասխանում, այսինքն բարոյական առումով անկում ապրել, ու իրան շատ գիտելիքներ է տալիս, ինքը օգտագործել։ Դե այդտեղ էլ պիտի առաջնորդվենք Սոկրատեսյան տրամաբանությամբ, այն որ գիտելիքը նաև առաքինություն է։ Այսինքն առետ է կոչվածը, որը հելենական միջավայրում նույնանում էր առաքինության հետ, այս գաղափարը Սոկրատեսը օրինակ նույնացնում էր գիտելիքի հետ, ասելով, որ գիտելիքը պարզապես ինֆորմացիա չէ, որ ես տալիս եմ մարդուն։ Գիտելիքը բարոյական, դաստիարակչական, հոգևոր կրթությունը ամբողջացնող ինֆորմացիա է կամ համակարգ է, որ ես ամբողջության մեջ եմ տալիս մարդուն եւ դրանով նաեւ նրա մեջ կերտում եմ բարոյական կերպար, բարոյական կատարելատիպ։ Այսինքն դա զուգահեռ պիտի արվի։ Զուգահեռ է։ Այո, սա շատ նման է օրինակ, տեսեք, Պյութագորասից խոսեցինք, չէ՞, Պյութագորասյան դպրոցում ուսման process-ին։ Ճիշտ է, մենք կցկտուր ինֆորմացիա ունենք այդ դպրոցի ներսում ընթացող կրթական ծրագրերից, բայց նույն Պյութագորասը սովորեցնում էր նույն առաքինությունը, որի մասին հետագայում պիտի խոսար Սոկրատեսը, սովորացնում էր մարդկանց ոչ միայն մաթեմատիկա սովորացնելով, երկրաչափություն սովորացնելով, այլ շատ հետաքրքիր երաժշտություն սովորացնելով եւ կենցաղավարությամբ, թե ինչպես մարդը պետք է իր կենցաղը կազմակերպի, խիստ կանոնակարգվածությամբ, այդ թվում նաեւ ինչ ուտելիքներից պետք է օգտվի։ Այսինքն այստեղ տեսեք մի քանի շերտով ուսուցում էր գնում։ Մարդու հոգին եւ մարդու ոգին պետք է կարողանաս դու դարձնել առաքինի բազմավեկտոր կրթության միջոցով, ոչ թե միայն ինֆորմացիա տրամադրելու միջոցով։ Այդ դրա համար սկսում էին օրինակ սովորական տեղեկատվություն փոխանցելու
միջոցով, երաժշտական գործիքներին տիրապետելու արվեստը սովորացնելու միջոցով, այնուհետև հոգևոր ավելի բարձր արժեքներին տանելու միջոցով։ Իսկ այսօրվա մեր կրթական համակարգը զուտ գիտելիքներն է առանցքում դրել եւ որոշակի դաստիարակություն տալու կամ առաքինություններ ձևավորելու գործում նույնիսկ սահմանափակումներ կան, որ վերին գերատեսչությունը ասում է դուք գործ չունեք երեխեքի դաստիարակության հետ, ձեր գիտելիքը տվեք, գնացեք տուն։ Դա խնդիր է իհարկե, որովհետև տեսեք, մենք մարդ աճացնելու կամ մարդ հասունացնելու մի քանի ինստիտուտ ունենք, չէ՞, դա ընտանիքն է, դա դպրոցն է, դա համալսարանն է եւ ընդհանուր առմամբ միջավայրը, այդ թվում նաեւ այն միջավայրը շատ դեպքերում փողոց ենք ասում, որտեղ որ երեխան խաղում է, չէ՞, այնտեղից նաեւ կրթություն ստանալու։ Դրա համար մենք միայն դպրոցով էլ դա չենք կարող անել։ Դպրոցում իհարկե սոցիալիզացիայի հիմնական մասն է ընթանում ու դպրոցից առաջ էլ նաև մանկապարտեզում եւ բնականաբար մեր ուսուցիչները նաև պետք է զբաղվեն ոչ միայն գիտելիքի կամ ինֆորմացիայի տրամադրմամբ, այլ նաև այո հոգեվոր դաստիարակությամբ։ Այդ հոգեվոր դաստիարակությունը ինչպես պետք է արտահայտվի, այստեղ քննարկումները շատ կարող են լինել։ Օրինակ շատերն ասում են, որ հոգեվոր դաստիարակությունը չի նշանակում կրոնական դաստիարակություն կամ օրինակ եկեղեցու պատմության դասավանդում կամ աղոթք ստիպել, որ երեխաները արտաբերեն դասընթացների ընթացքում։ Միգուցե ճիշտ են, միգուցե սխալ տեսակետ է։ Բայց կարևորագույն դաստիարակությունը, եթե մենք խոսում ենք առաքինության դաստիարակության մասին, դա սեփական օրինակն է։ Այսինքն ուսուցիչները ուզած թե չուզած զբաղվում են երեխաների հոգևոր դաստիարակության սեփական վարքագծով։ Լավ կլինի, որ դա կանխամտածված լինի եւ գիտակցորեն ուղղորդված լինի, որպեսզի ուսուցիչները նաեւ իրենց կարողանան անընդհատ այսպես լարված պահել որպես առաքինություն տարածող մարդիկ, որպես սեփական օրինակով երեխաներին ուսուցանող դաստիարակող մարդիկ, հա, բայց որքանով է դա կենսագործվում, որքանով ոչ, ինչի դժվար է ասել, շատ դեպքերում չենք էլ կարողանում մեղադրել ուսուցիչներին, որովհետև նրանք էլ ապրում են բավականին ցածր կենսապայմաններում եւ ցածր կենսապայմաններում բարձր առաքինության որակներ ունենալ ոչ բոլորին է հաջողվում։ Հա, չէ, ես ուսուցիչներին չեմ մեղադրում, ընդհանուր համակարգը չի նպաստում դրան։ Լավ, վերադառնանք հայկական քաղաքակրթությանը, շատերը սենց անցյալը գնահատում են, հա, հայերս ունեցել են քաղաքակրթական մոդելներ, մշակութային լայն շերտ եւ այլն, բայց այսօր մեզ անվանել քաղաքակրթական ինչ որ միավոր, որքանով է ճիշտ եւ արդյոք դա մեծամիտ չի հնչի։ Նախ պիտի էլի հասկանանք ինչ ասել է քաղաքակրթություն։ Մենք ինչ ենք հասկանում քաղաքակրթություն ասելով։ Շատ դեպքերում դա կապում են պարզապես ճարտարապետաշինարարական կառույցների հետ, ասելով, որ այ քաղաքակրթությունը քաղաքաշինությունն է։ Եթե տեսնում ենք, որ մենք ունեցել ենք ուրույն քաղաքաշինություն, հետեւաբար սա քաղաքակրթության դրսևորում է, այո, դրսևորում է, բայց չի կարելի ասել, որ ամբողջությամբ քաղաքակրթություն է։ Քաղաքակրթության ցուցիչը դու քաղաքակրթություն տարածող ես թե սպառող ես, լավագույնս դրսևորում է նրանով, դու որ կյանքն ես նախընտրում, այն կյանքը, որ քո մշակույթի կամ քո այսպես կոչված քաղաքակրթության ներսում է, թե այլ հասարակություններում է։ Եթե այս ցուցիչով առաջնորդվենք, ապա հայերիս մոտ ավելի նպատակահարմար է կամ ավելի ցանկալի է ապրել ոչ այդքան հայկական միջավայրում, որքան օրինակ արևմտյան զարգացած պետություններում։ Սա արդեն նշանակում է, որ եվրոպական քաղաքակրթության դրսևորում է։ Սա արդեն նշանակում է, որ մենք գործ ունենք մի միջավայրի հետ, որտեղ մենք սպառում ենք քաղաքակրթություն, այլ ոչ թե ստեղծում ենք։ Եթե չենք ստեղծում քաղաքակրթություն, հետեւաբար մեր քաղաքակրթությունը կարծես թե քաղաքակրթություն չէ։ Եթե սպառում ենք քաղաքակրթություն, ապա նշանակում է, այո, մեզ հաճելի է այլ միջավայրը, քան մեր սեփական միջավայրը։ Այսինքն մենք չենք բավարարվում այն արարումով, որ մենք ենք ստեղծում, այլ ցանկանում ենք այլ արարում։ Օրինակ, ես միշտ մեր մասնագիտությունն եմ օրինակ բերում, մենք իրավունքը, չնայած որ ունենք բավականին զարգացած իրավական մշակույթ, բայց ելի շարունակում ենք ռեցեպցիայի ենթարկել եվրոպական միջավայրից, չէ՞։ Եվրոպական իրավունքը, մարդու իրավունքների այսօրվա հայեցակարգերը բոլորը եվրոպական միջավայրի արդյունք են, որը իհարկե իր ներսում ունի քրիստոնեական գաղափարախոսությունը, իր ներսում ունի գերմանական սովորութային միջավայրը, իր ներսում ունի հին Հռոմի իրավունքը, քաղաքացիական իրավունքը, ժողովուրդների իրավունքը եւ բնական իրավունքը, բայց այդուհանդերձ դա այն
մշակութային արգասիք չէ, որ մենք ենք ունցել մեր ներսում, այլ վերցնում ենք դրսից։ Այդ տեսանկյունից եթե նայենք, մենք դեռ շատ գործ ունենք անելու, որպեսզի համարվենք մեր պատկերացմամբ վերջնական քաղաքակրթություն կամ կայացած քաղաքակրթություն։ Եթե ինչ-որ մի օր 100 տարի հետո կամ 200 կամ 1000 տարի հետո նույն մեր հարևանները, հյուսիսի բարեկամները, հարավի բարեկամները, արևելքի, արևմուտքի ազգերն ու բարեկամները ցանկանան ընդօրինակել մեր կենսակերպը, մեր իրավունքը, մեր բարոյականությունը, մեր կրոնը եւ իրենք դառնան մեր քաղաքակրթության շարունակողը կամ մեր քաղաքակրթությունից օգտվողները կամ սպառողները, բա կարող ենք ասել, որ այո, մենք դարձել ենք այդ քաղաքակրթությունը։ Բայց տեսեք, անգամ կրոնը, այդ քրիստոնեական հավատքը չի սկզբնավորվել մեզանում։ Մենք դա վերցրել ենք դրսից, պարզապես ադապտացրել ենք, դարձրել ենք հայկական առաքելական։ Կարողացել ենք դարձնել։ Կարողացել ենք եւ դրա հենքի վրա նաեւ վերածնունդի դարաշրջան։ Նորմալ է, բայց բոլոր ազգերն են այդպես։ Բոլոր ազգերը հունական նույն հավատքը մաքուր հունական չէ։ Փյունիկյան է, ես ասեցի, տեսեք օրինակը բերեցի, խեթական է իր ցակմամբ, եգիպտական ունի կամ պարսկական միջավայրում ձևավորված զրադաշտական կրոնը։ Այսինքն պետք է առաջին հերթին ունենալ կամք, դառնալ այդպիսին եւ սկսել քայլել դեպի դա։ Նպատակ, այո, շատ կարեւոր է նպատակը։ Նպատակ չունեցող մարդկանց միավորը ժամանակի ընթացքում արագ տարալուծվում է այլ էթնոսների, այլ հասարակությունների, այլ պետությունների ներսում եւ չի կարողանում իրեն որպես ինքնուրույն միավոր պահել։ Դրա համար առանցքային է քաղաքակրթությունների մեջ նպատակը։ Նպատակ ունեցար, կկարողանաս այսօրվա կյանքդ կազմակերպել այնպես, որ եղած ռեսուրսները օգտագործես արդյունավետորեն այդ նպատակին հասնելու համար եւ ձեռք բերել իհարկե նոր ռեսուրսներ։ Եթե չունեցար նպատակ, տրվեցիր կյանքի հոսանքին, սпасելով, որ քո կողքով անցնող գետը կբերի քո թշնամիների դիակները, կամ դու կստանաս ավելի բարեկեցիկ կյանք, կամ քո դավանած արժեհամակարգը կդառնա ուղենիշային այլ հասարակությունների համար, սա հասունության պակասի ցուցիչ է։ Դե հիմա այսպես ասած հայկական ներկա էլիտաների կողմից այդ լավ ապրելու նպատակն է դրված վերևում, բայց ինչքանով է դա նպատակ էլի, որովհետև լավ ապրել կարող ես ցանկացած տեղ, ցանկացած այլ երկրում, այլ քաղաքակրթության մեջ եւ չլինես արարող, որքանով է դա նպատակ ազգի պետության համար։ Ճանաչելով այն մարդկանց, ովքեր որ այդ գաղափարները առաջ են քաշում, ես ասեմ, որ նրանց մոտիվացիան այս նպատակը ճակերտավոր ասած նպատակը առաջ տանելու ոչ թե այն է, որ ստեղծվի ավելի լավ հասարակություն, ավելի լավ պետություն, այլ օգտագործել քաղաքական հնարավորությունները քաղաքական իշխանության մնալու համար։ Եվ քանի որ նպատակը դա է քաղաքական իշխանության մնալը, նրանք օգտագործում են այսօրվա հասարակությունները, այսպես ասած, կառավարելու ամենաօգտակար կամ ամենաարդյունավետ գործիքը՝ պոպուլիզմ։ Կամ այսօրվա ժամանակահատվածում եղած ռեսուրսները իրենց անձնական կամ խմբային շահերին սպասարկելու հնարամտությունները։ Եվ դրա համար նրանք շեշտը դնում են սպառողական հոգեբանության վրա։ Տեսեք, մենք ասում ենք հասարակությունը սպառողական է, չէ՞, գովազդվում է նյութապաշտությունը, սպառողականություն։ Ինչ է ուզում սպառող մարդը։ Լավ ապրել, հա։ Լավ ապրել։ Այդ նույն շարքից է, չէ՞, սև ու սպիտակ հակադրումը, չգիտեմ, իրական Հայաստան, պատմական Հայաստան, անիմաստ հակադրումը, ու տենց այդ շարքը, հա, դրա համար եմ ասում, նախ պետքա ճանաչել են մարդկանց, ովքեր որ առաջ են քաշում այդ խնդիրը, եւ հասկանալ որն է մոտիվացիան։ Եթե մոտիվացիան քաղաքական իշխանությունը պահելն է, ապա նրանք պարզ է, շատ կարճ, փոքրիկ նպատակներ պետք է առաջ դնեն, որոնք շոշափելի է այսօրվա ընտրողի համար, եւ ընտրություն կատարող մարդը առաջնորդվելու է իր կենսաբանական պահանջմունքներով, այլ ոչ թե հոգեվոր պահանջմունքներով, եւ նախապատվությունը տալու է կենսաբանական պահանջմունքներին։ Մասլոուի բուրգը հիշում եք, չէ՞։ Սկզբում անվտանգությունն է եւ կենսաբանական պահանջմունքներն է։ Ուշադիր նայեք քարոզարշավի ընթացքում, հեսա չնայած ընթանում է քարոզարշավը, բայց ավելի խիտ ձևով մի ամիս հետո կընթանա, կտեսնեք, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հիմնականում շեշտադրումը դնելու են կենսաբանական պահանջմունքների վրա, ուտելու վրա, պատահական չէ, որ գովազդվում է ուտելու process-ը։
շատ դեպքերում էլի։ Եվ անվտանգության վրա, այսինքն ձեր երեխաները կարող է գնան պատերազմում մահանան, հետեւաբար ամեն ինչ պետք է անել, որպեսզի լինի խաղաղություն, այդ թվում թշնամու հրահանգները կատարելու միջոցով, հա։ Բայց այստեղ մի քիչ ավելի երկար մտածող մարդիկ, ովքեր որ մի քիչ ազատված են կամ ազատագրված են կենցաղի կապանքներից, նրանք հասկանում են, որ խաղաղությունը հնարավոր չէ կառուցվում։ Այո, թշնամու հրահանգները կատարելուց, որովհետև ի վերջո մենք ունենք, չէ, իմ Լորեցի մեր բոլորիս Լորեցի բարեկամ Հովհաննես Թումանյանի հեքիաթը Չարի վերջը, որ մի երեխային զոհաբերելով, եթե նպատակ ունես պահպանել մյուս երեխաներից, չի ստացվելու, բոլոր երեխաները թերթով պետքա տանեն մինչև վերջ։ Ցավոք սրտի, այո։ Հիմա գուզեմ մի քիչ մեր հայ անհատների մտածողությունից խոսենք, այլ sense ֆենոմենալ հատկություն ունի հայ հասարակությունը։ Առօրյա սովորական ոչ կրիտիկական, ոչ ճգնաժամային իրավիճակներում շատ անտարբեր վարք ենք դրսևորում մեր պետության նկատմամբ, մեր միջավայրի եւ այլն, մեր sense ինքնահոսի գնում ենք, ապրում ենք, բայց կրիտիկական իրավիճակներում շատ արագ միաբանությունը տեղի է ունենում, ինքնակազմակերպման բարձր մակարդակ ենք ցուցաբերում։ Սա ինչի հետևանք է ու ոնց անենք, որ այդ ճգնաժամային իրավիճակից դուրս էլ գոնը չեմ ասում, տենց բարձր մակարդակի միաբանված եւ ինքնակազմակերպված լինենք, գոնը միջին մակարդակի ինչ որ դրսևորումներ ունենանք, որ սա այլը տեղից շարժենք։ Ես կարծում եմ պատճառը արխետիպային հիշողությունն է, որ այդպեսին ենք։ Երբ որ միայն կրիտիկական ժամանակահատվածներում ենք, միավորվան գործընթացների մեջ գնում, ես կարող եմ ասել, այդ միավորումը կապված է բանականության արտնասման հետ։ Այսինքն կրիտիկական պահերի ունենք, մենք անվերապահորեն վստահում բանականությանը, դրա համար ենք միավորվում։ Ոչ կրիտիկական պահերին մենք բանականությանը չենք վստահում ենք հույզերին, զգացմունքներին եւ այլն։ Կարող է առաջին հայացքից հակասական թվալ, ոնց է կրիտիկական ժամանակում բանականությունը արթնանում, բայց դա այդպես է, որովհետեւ ստիպված ուղեղը ինքնապաշտպանման բնազդն է բացում եւ դա մենակ Յունգը պայմանավորում էր արխետիպերի արթնացմամբ, չէ՞։ Իսկ արխետիպերը հայկական պատմության ընթացքում այն ամենաազդեցիկ արխետիպերը հենց կրիտիկական միջավայրերի արդյունքում են ձևավորվել։ Եթե ուշադիր նայեք հայոց պատմությանը, կտեսնեք, որ մենք պետականություններ ձևավորել ենք եւ շարունակել ենք ձևավորել ոչ թե ներքին կյանքը արդյունավետ կազմակերպելու նպատակով, այլ արտաքին վտանգներից պաշտպանվելու համար։ Այլ կերպ ասած, մեր թշնամիներն են ստիպել, որ մենք պետականություն ունենանք։ Կարող է ինչ որ մի հատվածում երբ որ թշնամիներ չունենային, կարիք էլ չունենային պետականություններ ձևավորելու, ունենային այսպես քվազի պետական միավորներ, որտեղ կհամադրվեր տոհմատիրական կարգերը կիսապետական կարգերի հետ, հա, այսպես այդ զարգացումը գնար, բայց քանի որ Աստված տվել մեզ չի խնայել, միշտ շրջապատված են եղել թշնամիներով, այդ պետությունների ձևավորման կամ քաղաքական իշխանություն ունենալու կարիքը զգացվել է, երբ որ թշնամին հարձակվել է քո վրա եւ դու ստիպված ես եղել պետություն ունենալ։ Ինքնակազմակերպվել որպես պետական միավոր արտաքին վտանգը լուծելու համար։ Եվ դրա համար ուշադիր որ նայեք, մեր անկախության բոլոր գործընթացները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են արտաքին վտանգները չեզոքացնելու համար, չեզոքացնելու հետ։ Ուրարտույց սկսած մինչև երրորդ հանրապետություն։ Հետաքրքիր է։ Ու դրա շարունակությունը ոնց որ էլի, երևի նաև դրա հետևանքը է, որ կամ ավելի ճիշտ sense ձևակերպեմ։ Ամեն դեպքում մեր հայկական էթնոսի մեջ ունենք գենետիկորեն բարձր որակներ, որովհետև Հայաստանից դուրս համաշխարհային մեծության հայ անհատներ կան, բավականին շատ մեր քանակի աշխարհի մակարդակով մեր քանակի ու այդ մեծությունների քանակի տոկոսային հարաբերությամբ նկատի ունեմ, բայց նրանք բոլորը դրսի համար են ինչ որ մեծություններ։ Մեր ներհայաստանյան միջավայրի համար նման մեծությունները շատ քիչ են, գրեթե, կամ եթե կան էլ միշտ ճնշված են եղել, իրենց դեմ պայքարել ենք ներսում, այս էլ երևի դրա շարունակությունն է այդ որակների։
Այո, բայց այստեղ նաև միջավայրը պետքա ընդգծվի, թե ինչ միջավայրում են մեր տաղանդավոր մարդիկ ավելի լավ կարողանում ինքնադրսևորվել։ Ինչու օրինակ դրսում ավելի շատ նկատելի են այդ մարդիկ, որովհետև դրսի միջավայրը բարենպաստ է տաղանդավոր մարդկանց ինքնադրսևորման համար։ Ինչու, որովհետև դրսի շատ միջավայրեր խրախուսում են տաղանդավոր մարդկանց արագ աճին։ Ներսի միջավայրը սովորաբար միշտ զսպող է տաղանդավոր անձանց եւ հիմնականում խոչընդոտող։ Ու նաև հետաքրքիրը այն է, որ շատ մարդիկ սոցիալիզացիայի առաջին իսկ փուլերում մոռանում են իրենց տաղանդները օգտագործելու մասին եւ հարմարվում են սոցիալական այն միջավայրին, որ իրենց պարտադրվում է։ Դրա համար ու հայկական միջավայրը այդ առումով բավականին հզոր է այն իմաստով, որ ինքը ճնշող է եւ սոցիալիզացիայի առաջին իսկ փուլերից սկսած մարդուն չի թողնում ավելի ընդարձակ, ավելի բաց մտածել, ավելի շատ ինքնադրսևորվել եւ մարդը բացի այն, որ օրինակ խելք ունի, այսպես ինչ որ առումով նաեւ կարող է այդ խելքը կենսագործել, բավականին մեծ էներգիա ծախսում է, մեծ ռեսուրս ծախսում է դա արդարացնելու համար, քան թե դա զարգացնելու համար, որովհետև շրջակա միջավայրը դա չի ընդունում։ Դրսում շատ զարգացած հասարակություններում, արևելյան որոշ հասարակություններ են մեր նման են հիմնականում։ Շատ զարգացած հասարակություններում կամ 19-րդ 20-րդ դարի տրամաբանությամբ զարգացած հասարակություններում խրախուսման գործիքակազմ կա, որովհետև այդ հասարակությունները ժամանակի ընթացքում հասկացել են, որ իրենք շահում են, երբ որ իրենց ներսում բացահայտում են տաղանդավորները եւ նպաստում են, որ իրենք զարգանան, այսինքն իրենց գլխից վերև են տանում այդ մարդկանց, որ այդ մարդկանց ռոպագանդայի արդյունքում նաեւ իրենք կարողանան զարգանալ։ Այլ ոչ թե ոտքից, այսպես, քաշես, իջեցնես ներքև, որ քո մակարդակում լինի։ Օրինակ դրա համար հետաքրքիր հոգեբանական առանձնահատկություն կա, չէ՞, չնայած կամաց մաքրվում է դա մեզանում, որ ինչ որ մի մշակութային միջավայր լինի կամ գիտական միջավայր լինի կամ ինտելեկտուալ ինչ որ մի միջավայր լինի, երիտասարդների առաջխաղացումը սովորաբար այդքան սահուն չի լինում այդ միջավայրում, որտեղ ավակները թույլ չեն տալիս։ Քաղաքական միջավայրի դեպ նաև։ Քաղաքական միջավայրում առավելապես է դա դրսևորվում, այսինքն ասում են երիտասարդները մեր ապագան են, բայց հիմնավորելով որ ներկան երբեք չեն եղնելու երիտասարդները։ Հա, այսինքն միշտ ապագային են գցում, որտեղ ապագան հեռու է, միշտ ավակներն են ճնշում։ Բայց մի հետաքրքիր բան կա, հատկապես քաղաքական միջավայրում, երբ որ ավակները երկար ժամանակ են մնում որոշում ընդունողի կարգավիճակում, համակարգը լճանում է բնականաբար եւ այսօրվա աշխարհը եթե նայեք, այս քաոսը, որ աշխարհում տիրում է, եթե ուշադիր նայեք այն քաղաքական առաջնորդներին, ովքեր որ այս քաոսի հեղինակներն են, 70-ից բարձր տարիք ունեցող մարդիկ։ Ես չեմ հակառակը պնդում, որ օրինակ այդ մարդիկ լավը չեն, եւ հակառակը լավն են, բայց այդ մարդկանց ռեսուրսը կարելի է օգտագործել այլ միջավայրում, օրինակ խորհրդատուի կարգավիճակում, ոչ թե որոշումներ ընդունելու կարգավիճակում, որտեղ հոգեբանորեն մոտիվացիան ժամանակի ընթացքում մարդկանց մեջ փոխվում է։ Ու նաև հետաքրքիր է այս առումով կրոնը, հատկապես հնագույն աշխարհի կրոնը մեզ ավանդույթների միջոցով տալիս է այդ ինֆորմացիան, բայց մենք չենք սովորում։ Նույն Եգիպտոսում Օսիրիսի գորի եւ Սեթի պատմությունը դրա մասին է, իրենք դա գաղտնագրված ձևով հասարակությանը տվել են, որ ավագ ղեկավարները շատերը ժամանակի ընթացքում կուրանում են եւ ոչ թե բարեզբուն իմաստով են կուրանում, այլ զգոնությունը թույլատնում են, վտանգը չեն տեսնում, որ գալիս է։ Օրինակ Եգիպտոսի հետ Սեթի պատմության ժամանակ Օսիրիսն էր, այնքան էր ավագ դարձել, որ չէր նկատում իր եղբայրը իրեն ոնց է խաբում, հա, Սեթը իրեն խաբեց, սպանեց, մասնատեց, երիտասարդին էլ գորին էլ տղային էլ մի աչքը հանեց, այն մի աչքով, բայց կարողացավ ժամանակի ընթացքում վերականգնել եւ իր աչքը գողացված աչքը գորը տվեց իր հորը, այսինքն ավակ սերունդը պետք է ունենա մշակութային հարստությունը եւ ավանդույթների, այսպես ասած, խորհրդատվական ծառայության տրամադրումը երիտասարդներին, բայց պետք է ունենա երիտասարդների աչքը։ Եթե դա չունեցավ, խնդիր չի լուծվի։ Մենք մեր բարձունքի շրջանակներում
դեպի բարձունք ծրագրի շրջանակներում այսպիսի մոտեցում ենք որդեգրել, այդ ձեր ասած միջավայրը, որ ստեղծենք, որ մարդիկ ինքնադրսևորվեն առաջ գնան, հետևյալ հետագծով առաջի փուլ ինքնաճանաչում, ինքնազարգացում երկրորդ փուլով եւ հետո ինքնադրսևորվում, ինքնաիրացում։ Այս սա կարա այդ միջավայրը փոխի, մենք լոկալ միջավայրում ոնց որ փորձարկում ենք, ոնց որ թե ստացվում է, լայն միջավայրում կաշխատի այս մեխանիզմը։ Առաջին ինքնաճանաչում, զարգացում եւ իրացում, դրսևորում։ Ինձ թվում է, այո, շատ թիրախային էլ ընդգծել եք հիմնական փուլերը, որտեղ ամեն ինչ պետք է սկսվի ինքնաճանաչումից, պարզապես այդ Դելֆյան տաճարի այդ գրվածքը երկակի իմաստով էր օգտագործվում։ Օրինակ ինքնաճանաչում մենք սովորաբար ասում ենք Սոկրատեսն է առաջ բերել, բայց չէ, Քիլոնի խոսքն է եղել, որ Դելֆյան տաճարում գրված է եղել եւ թարգմանություններից մեկը այլ բան է ասում, ոչ թե ճանաչիր ինքդ քեզ, այլ իմացիր քո տեղը Աստծո առջև, տվյալ պարագայում Ապոլոնի առջև, հա, Դելֆյան տաճարը նվիրված էր Ապոլոնին, այսինքն ինքնաճանաչումը նաև բարձրագույնի առջև կամ դեպի բարձրագույնը տանող ճանապարհին քո կարգավիճակի գիտակցումն է, ինչ կոչումով ես գալիս այս աշխարհ, որն է քո կոչումը, հա, դրա համար այս փուլը առանցքային փուլ է, սկզբնական փուլն է, ճիշտ եք ասում, բայց կարող է սա շատ երկար տևել։ Այստեղ գիտեք հետաքրքիր բան իշեց, տեսեք կոչման գաղափարը խոսքիցս նաև բխում է մեկ այլ տեսություն, որը առաջ է բերել բողոքականները, Լյութերը, Կալվինը, նրանք գերմաներենով կոչում բառը նաև մասնագիտություն է նշանակում։ Նրանք ասում են Աստծո կոչումը նկատի ունենալով նաև այն մասնագիտությունը, որը դու այս կյանքում իրացնում ես։ Դա քո բացառիկ առաքելությունն է այս կյանքում։ Ընտրիր քո մասնագիտությունը, ծառայիր այդ մասնագիտությանը եւ դա կհամարվի Աստծո նկատմամբ քո պարտքի կատարում։ Դե մեր հայերենում ասում են կոչումով, մի քանի մասնագիտություններին ասում են կոչումով մանկավարժ, կոչումով բժիշկ, հա։ Մեր մոդել է դա։ Դրա համար այս կոնցեպտն էլ կարելի է օգտագործել։ Ես օրինակ իմ գաղափարներում օգտագործում եմ նվիրում տրամաբանության մեջ, որ մարդը պետք է նվիրվի մի գաղափարի, մի արժեքի, մի սկզբունքի կամ մի քանի այլ սկզբունքներ, որոնք մեկը մյուսին չեն հակասում, եւ դա պետք է լինի իր նվիրումը, իր կոչումը։ Փոքրիկ թեկուզ լինի քո գործը այս մոլորակի վրա։ Դու այդ գործում պետք է հասնես կատարելության։ Սա նաև ճապոնական մշակույթի առանձնահատկություն է, որ նաև դրսևորվում է թե սինտոիզմում, թե ճապոնական բուդդիզմում։ Այսինքն անգամ փոքրի մեջ բացահայտիր կատարելություն ու հղկվիր այնքան, մինչև որ լինես քո գործում լավագույնը։ Ոչ թե, ասենք, այսօր եղիր քաղաքական գործիչ, վաղը եղիր, չգիտեմ, մշակութային գործիչ կամ թմբուկահար, այն մյուս օրը եղիր լավ ճաշ պատրաստող եւ այլ, մասնագիտություն ընտրիր եւ դարձիր դրանում լավագույնը։ Քաղաքական գործիչ ես, դրանում դարձիր լավագույնը։ Եթե ուզում ես այլ իրավաբան դառնաս, դրանում դարձիր լավագույնը։ Այդ ընթացքի նպատակի ու սկզբնակետի հետ կապված այսպիսի մի մոտեցում կա, որ հանուն նպատակի կարելի է համագործակցել նույնիսկ սատանայի հետ, այսինքն արդարացնել ոչ բարոյական մոտեցումները այդ ճանապարհի այդ ընթացքին, բայց արդյոք դա չի արժեզրկում նպատակը եւ այդ ճանապարհի ընթացքում չի հոգեվոր անկում չի ապրում այդ անհատը։ Ճիշտ է, տեսեք մաքիավելիզմի մեջ այդ գաղափարը կա, նպատակը արդարացնում է միջոցները, բայց եթե ուշադիր կարդաք Մաքիավելի տիրակալ աշխատանքը, հենց այդ բառերով չեք գտնի այդ արտահայտությունը։ Սա բխեցվել է նրա գաղափարախոսությունից, նա ինչ էր ասում, ասում էր, եթե քո նպատակը մեծ նպատակ է, վեհ նպատակ է, որը նրա կարծիքով օրինակ պետք է լինի պետության միավորումը։ Դու կարող ես նաև հանուն պետության միավորման գնաս ուխտադրույժ քայլերի, պայմանագիր կնքես հաջորդ օրը չկատարես այդ պայմանագիրը, նվաճես հարևան պետությունը, միայն թե քո նպատակը լինի մեկ միասնական պետության ձևավորումը կամ ազգի այսպես միավորելը մեկ քաղաքական իշխանության ներքո։ Նա այդ գաղափարներ առաջ քաշում։ Բայց իհարկե հետո էթիկայի զարգացմամբ
նաև այլ տեսաբաններ հակադրվեցին այս գաղափարին, ասացին, որ միայն արդյունքը չէ, որ կարևոր է։ Կարևոր է նաև այն ճանապարհը, որի միջոցով հասնում ես այդ արդյունքին։ Նույն օգտապաշտության տեսությունը, Բենթամի առաջ քաշած տեսությունը շեշտը դնում էր օգուտի վրա, այսինքն առավելագույն օգուտ, առավելագույն մեծ քանակությամբ մարդկանց համար։ Եթե այս նպատակին հասնելու ճանապարհին դու կարող ես նաև այսպես շփոթվել եւ ոչ այդքան ճիշտ վարքագիծ դրսևորել, ոչինչ, կարևորը վերջնական օգուտն է։ Բայց օրինակ նրա ժառանգորդ Միլը ասաց, որ բացի քանակական օգուտից դու նաև պետք է որակական օգուտ տաս։ Իսկ այդ որակական օգուտը պայմանավորված է այն ճանապարհով կամ այն միջոցներով կամ այն գործիքներով, որոնք եւս ազդեցություն թողնում են հասարակության հոգեվոր զարգացման վրա։ Հետևաբար քանակական օգուտը պետք է համադրելի լինի որակական օգուտի հետ։ Քանակական նպատակը պետք է համադրելի լինի որակական նպատակի հետ, որ դու կարողանաս ասես, որ նպատակը արդարացնում է միջոցները, իսկ միջոցները չեն կարող բարոյապես ընդունելի չլինեն այն միջավայրի համար, որտեղ որ դու հասնում ես այդ նպատակին։ Շատ բարի։ Ես Ալբանի գիրքը ընթերցելուց մի արտահայտություն եմ դուրս բերել, որի մասին նաև կուզեի ձեր մեկնաբանությունը լսել, հակասությունների համադրումն է, որ պիտի ապահովի քաղաքակրթական առումով թռիչք։ Այսինքն հակասություններ, որ ունենում ենք, պարտադիր չի խորացնել դրանք, գնալ առճակատումների, պետք է ինչ-որ ձևի համադրման եզրեր գտնել, չէ, որը մեզ ատոմնանիմները ոնց է, մեկը մեկին հակառակ է, բայց մեկը մեկին առաջ է տանում։ Տեսեք, դա ես գյուտ չեմ արել, դա Հեգելի դիալեկտիկայի օրենքներից մեկն է, որ ասում է, որ զարգացումը հնարավոր է հակասությունների միասնությամբ, հակադրությունների միասնությամբ, եւ ես երբ որ դա կիրառել եմ հայկական միջավայրի վրա, ասել եմ, որ այո, մենք պետք չէ սինգուլյար հասարակություն, որտեղ բոլորը կմտածեն նույն կերպ, բոլորը կլինեն միևնույն, այսպես գաղափարը կրողները, բոլորը կնայեն միևնույն կետի, բոլորը, չգիտեմ, միևնույն շորերը կհագնեն եւ այլ, հակառակը, մեզ պետք է բազմազանություն։ Մեզ պետք է մտածողության բազմազանություն, բայց ճիշտ եք նկատում, եթե այդ մտածողության բազմազանությունը հանգեցնում է, որ մեկը մյուսին մերժում է, ֆիզիկայում կամ քվանտային մեխանիկայում անիհիլացման ինստիտուտ կա, չէ՞, երբ որ երկու հակադիր բևերները միանում են, երկուսն էլ զրոյանում են, անիհիլանում են։ Մեզ այդպիսի հակադրություններ պետք չեն։ Բայց քանի որ վտանգը կա, որ այո հակադրությունները կարող են հանգեցնել անիհիլացման, այդ թվում նաև հասարակության կործանման, այդ թվում նաև պետության կործանման, ինչ օրինակ այսօր ես այդ վտանգները տեսնում եմ, մեզ պետք է խորքային պետություն, որ կկարողանա կառավարել այդ հակադրությունները, կամ ինչ որ առումով պայմանավորել այդ հակադրությունները, կանխորոշել այդ հակադրությունները, ուղղորդել այդ հակադրությունները։ Առանց խորքային պետության, առանց քաղաքական կայացած համակարգի, առանց որոշումների կայացման ինստիտուցիոնալ բազայի հնարավոր չէ եղած հակադրությունները այնպես օգտագործել, որոնք քաղաքակրթական թռիչք մեզ կապահովեն։ Դրա համար մեզ պետք է ինստիտուցիոնալ պետություն, խորքային պետություն, որտեղ որոշումների կայացումը բավականին բարդ ինստիտուցիոնալ համակարգով է տեղի ունենում, այլ ոչ թե առանձին անձանց հուզական մակարդակում։ Հիմա այսօրվա մեր քաղաքական դաշտը հիմնականում այդ հակասությունները խորացնելու ճանապարհով է գնում, ու այդ էլիտա կոչված, այդ ընտրանի կոչվածը ոնց ձևավորենք, ճանապարհն եմ ուզում մոտավորապես ուրվագծենք, որ հասնենք այն ընտրանի ձևավորելուն, ունենալուն, որը որ կկարողանա այդ ձեր ասած խորքային պետությունը ստեղծել, այդ մոտեցումները ձևավորել եւ կիրառել։ Տեսեք, շատ բարդ գործ է դա իրականում եւ մի օրվա գործ չի, 10 տարվա գործ չի, միգուցե 100 տարվա գործ է կամ ավելին, բայց դա պետքա սկսել, ու սկսել մի քանի մակարդակում։ Պետքա դա սկսել։ Եթե օրինակ, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր մտածում են այնպես, որ մենք պետք է այո քաղաքակրթության զարգացմամբ զբաղվենք, այո նաև ստեղծենք վերջավոր հայկական քաղաքակրթություն, որ կարողանա ընդօրինակելի լինել նաև մյուսների համար, այդ մարդիկ ունենան քաղաքական իշխանություն եւ չփչանան, չդառնան այն վիշապում գլխատել են, հա։ Եթե քաղաքական իշխանություն ունեցող մարդիկ
իրականացնեն այդ ծրագիրը, շատ ավելի կարճ ժամանակահատված կտևի եւ շատ ավելի արդյունավետ կլինի։ Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որ նման իմ թվարկած մարդիկ ավելի պակաս համարձակ են, քան պակաս գիտելիք ունեցող մարդիկ, հա, այդ Կրուգերի էֆեկտի արդյունքում համարձակները նրանք են, ովքեր ավելի քիչ գիտելիք ունեն այդ բնագավառում, մենք պետք է գնանք մեկ ավելի բարդ ճանապարհով եւ աշխատանքը սկսենք ավելի դանդաղ փոքր քայլերի արվեստով։ Աշխատանք պետք է տարվի անհատական մակարդակում, առաքինի անհատներ կերտելու տրամաբանությամբ, ովքեր կհամապատասխանեն բարոյայթիկական այն արժե համակարգին, որը մեր պատկերացմամբ ապագայի այդ հասարակության արժե համակարգը պետք է լինի, այսինքն մենք ապագայի ուղղված մարդ պետք է կերտենք, ով որ համապատասխանում է ապագայի մարտահրավերները հաղթահարելու մեր պատկերացումներին։ Երկրորդ մակարդակը մենք պետականության կամ պետականաստեղծման կամ պետականաշինության ոլորտում պետք է աշխատանք տանենք, իսկ դա պետք է սկսենք էլի մարդկանց ուղեղում։ Այսինքն մենք եթե պետություն ստեղծում ենք մարդու ուղեղից դուրս, շատ դեպքերում դա օտար է լինում մարդու եւ մարդը ամեն ձևով խուսափում է այդ պետությանը ենթարկվելուց։ Եթե պետություն ստեղծում ենք մարդու ներսում, մենք արդեն հեշտությամբ ենք իրական պետության շինարարությամբ զբաղվում, կառուցմամբ, զարգացմամբ զբաղվում։ Դրա համար այստեղ նաև պետք է մտավորականների, ովքեր որ տարբեր բնագավառներում սկսած ուսուցիչներից, դասախոսներից, իրավաբաններից, տնտեսագետներից, բժիշկներից անդադ հասարակության հետ խոսենք այն լեզվով, որ հասարակությունը իր ուղեղում ստեղծի պետություն։ Պետականաշինությունը սկսվում է դրանից։ Բայց դա չի սահմանափակվում մենակ ուղեղում պետություն ունենալու գաղափարից, որովհետև եթե ուղեղում պետություն ունեցող մարդը դրսում չտեսնի այդ պետությունը, 1 տարի, 2 տարի, 10 տարի հիասթափվելու է, իրավական նիհիլիզմ է ստեղծելու, եւ այդ իմ նշած պետականաշինության գաղափարը, որ մենք իրավաբանես ասում ենք իրավագիտակցություն, բարձր իրավագիտակցություն, կարող է գնալ դեպի անկման։ Դրա համար մենք պետք է նաև ինստիտուցիոնալ պետականաշինությամբ զբաղվել, այսինքն սրան զուգահեռ նպաստել պետական ինստիտուտների կայացմանը։ Էլ եմ կրկնում, քաղաքական իշխանության պայմաններում դա ավելի արագ կստացվի։ Բացակայության պայմաններում մի քիչ դանդաղ է ստացվում, որովհետև տակից ենք կառուցում։ Ճիշտը տակից կառուցելն է, բայց ամեն դեպքում երկար ժամանակ է պահանջում։ Եվ երրորդ մակարդակը արդեն մենք պետք է խոսենք առաքելության մասին։ Տեսեք, առաքինի անհատ, առաջընթաց երաշխավորող պետականություն եւ առաքելություն, որ պետք է ունենա ազգը։ Այսինքն նպատակ։ Այդ առաքելությունը, այդ նպատակը, որ մենք տեսնում ենք, որ մարդ պետք է 100 տարի հետո, 200,000 տարի հետո ունենա, կամ 10 տարի հետո ինչպիսի որ նպատակ մենք մեր առջև դնում ենք, դա պետք է ինչ-որ առումով նաև հասկանալի լինի այն հասարակությանը, ում առջև այդ առաքելությունը դնում ենք։ Հասկանալի լինելու համար կարող է պահանջվի, որ մենք առաքելությունը տարբեր բառերով կամ բառապաշարներով ներկայացնենք, կախված նրանից, թե ում հետ ենք խոսում։ Օրինակ, կարող է լինել մի խումբ մարդիկ, ովքեր բավականին խորքային գիտելիքներ տիրապետող մարդիկ են, ում առջև պարզ կենցաղային լեզվով այդ առաքելությունը ներկայացնելը սխալ կլինի։ Նրանց համար դա պետք է խորքային գիտելիքներով ներկայացնենք, հիմնավորվածությամբ եւ այլն։ Կարող են լինել միջին օղակի մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ մարդիկ, ովքեր պահանջում են մասնագիտական օրինակ հիմնավորվածություն, այդպես էլ ներկայացնենք։ Կարող են լինել այսպես ոչ այդքան բարձր իրավագիտակցություն ունեցող մարդիկ, ովքեր հասարակության սովորաբար մեծամասնությունն են կազմում, ովքեր առաջնորդում են հիմնականում զգացմունքներով, հույզերով եւ այլն։ Նրանց էլ իրենց բառապաշարով պետք է առաքելություն ներկայացվի։ Դրա համար շատ դեպքերում կրոնը նաեւ ոչ միայն, այսպես ասած, աստվածային գաղափարները երկիր իջացնելու մեխանիզմ է, ինստիտուտ է, կառուցվածք է, այլ նաեւ այդ քաղաքական նպատակները, քաղաքակրթական նպատակները ճիշտ լեզվով հասարակության լայն շերտերին հասցնելու մեխանիզմ։ Մենք բարձունքում հենց այդ ձեր նշած ներքևից ստեղծելու ճանապարհն ենք ընտրել, որը դանդաղ է, բայց արդյունավետ է։ Այդ ենք ընտրել ու բոլորին հրավիրում ենք, ովքեր կուզենան մասնակից լինել, այլ թվում ձեզ էլ ենք հրավիրում այդ գործընթացին մասնակից լինել։ Ու երևի թե այսքանով ամփոփ ենք, եթե ինչ-որ ամփոփիչ բան ունեք ասելու, չգիտեմ, լսողներին, դիտողներին, կոչ, ինչ-որ Կարծում եմ, ես իմ խոսքի մեջ կոչերը շատ էին, միակ վերջին, որպեսզի գեղեցիկ ավարտեն, կարող ենք նաև ստոիկների այն խոսքը մեջ բերել, հատկապես Մարկոս Ավրելիոսն էր սիրում այս խոսքը, որ պետք է լինել, քան թե թվալ։
եկեք լինենք այն, ինչ որ ուզում ենք բերել այս աշխարհ, այլ ոչ թե պարզապես թվանք այդպեսին։ Եթե մենք որոշել ենք, որ պետք է լինենք ուսուցիչ, ապա լինենք ուսուցիչ, ոչ թե թվանք այդպեսին։ Եթե ուզում ենք լինենք գործարար, ապա լինենք այդպեսին, այլ ոչ թե թվանք։ Եթե հոգևոր առաջնորդներ, հոգևոր մարդիկ, այդպեսին լինենք մեր օրինակով, այլ ոչ թե թվանք, եւ եթե քաղաքական գործիչներ ենք ուզում լինենք, ապա լինենք այն բարձր արվեստի ներկայացուցիչները, որը կոչվում է մարդկանց կառավարում։ Եվ ինչպես Արիստոտելն էր նշում, չկա ավելի բարձր առաքինություն, Սոկրատեսն է, Պլատոնն է, Արիստոտելը նշում էին, քան մարդկանց ավելի երջանիկ դարձնելու քո աշխատանքը, որը կոչվում էր քաղաքականություն։ Հիմա ուրիշ անունով են կոչում, բայց ժամանակին դա կոչվում էր մարդկանց երջանիկ դարձնելու բարձր արվեստ։ Շատ շնորհակալություն, կհանդիպենք Լուսարար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսարար podcast-ին։ Լուսարար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաեւ նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Re-Armenia հարթակում, Բարձուն.am կայքում եւ հայն հաշմի որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաև քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը ևս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսարար podcast-ին։